Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր ես ու Արտակը քննարկում ենք, որ արդեն նոյեմբերի 6-ն է, իհարկե Արտակը հասել էր դեկտեմբերին, այսօր օրը չորեքշաբթի է։ Ոչինչ, Ռոմելա, մի քանի եթեր մենք կգան մեզ կփոխարեն Արմանը Սիմոն, հետո մենք կհասկանանք, որ կհասկանանք, որ իսկապես արդեն դեկտեմբերն է։ Բարի լույսում, այսօր գրքի հեռուստաշնորհանդես է եւ այսօրվա եթերը լինելու է բացառիկ եւ տարբերվող, քանի որ հենց գրքի հեղինակն է լինելու մեզ մոտ տաղավարում։ Այո, Նյումեկ հրատարակչության հրավերով Երևանում է Ելգավա 94 գրքի հեղինակ լատվիացի Յանիս Յոնևսը։ Նա կլինի մեր հյուրը ու կզրուցենք բեսթսելեր դարձած գրքի մասին։ Սակայն միայն գրքի հեռուստաշնորհանդեսով մենք չենք սահմանափակվելու, մեր հյուրերի հետ զրուցելու ենք նաև յուրահատուկ սպասված միջոցառման մասին։ Այսօր եւ վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Քոչար 360 աստիճան պերֆորմանս ինստալացիան, որը նվիրվում է հայ մեծանուն նկարիչ արձանագործ եւ մեզ շատ սիրելի Երվանդ Քոչարի 125-ամյակին։ Միջոցառումից ժամեր անց մեր հյուրերի հետ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, վստահաբար քննարկելու շատ բան կա։ Այո, այս ամենին իհարկե հերթով կանադառնանք դեռ խոհանոցում է։ Խոհանոցի ձայնը լսեցիք։ Ձայնը լավ էլ ճղճղոցա եկավ։ Այո, դեռ խոհանոցում էլ պետք է լինենք եւ պետք է բացահայտենք, թե Սաթենիկը այսօր ինչ բաղադրատոմս է մեզ առաջարկելու։ Բայց մինչ այդ Արտակես առաջարկում եմ, այո, պատմենք մեր գործընկերոջ մասին։ Մեր նոր գործընկերն է Goods AM Online հիպերմարկետը։ Goods AM Online հարթակ է, որտեղից կարող եք ձեռք բերել ամենաբազմազան իրերը, կահույքից մինչև կենցաղային, տնտեսական եւ սպորտային ապրանքներ։ Իդեպ Goods AM-ը հանդիսանում է IKEA բրենդի ամենամեծ ներկրողը Հայաստանում, որի արկատեսականին կարող եք ձեռք բերել շատ մատչելի տարբերակով եւ ստանալ հաշված ժամերի ընթացքում։ Օգտվելով Goods AM կայքից դուք կատարում եք հեշտ եւ արագ գնումներ։ Կայքում տեղադրված տեսականու վերաբերյալ կազմում եք լիարժեք պատկերացում շնորհիվ իրական նկարների եւ 3 լեզվով գրված նկարագրության։ Կատարված պատվերները շատ արագ կառաքվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ հավելվածը ներբեռնելու եւ կայքում գրանցվելու պարագայում կօգտվեք գործող ճկուն բոնուսային համակարգից։ Այո, Goods AM քո on-line հիպերմարկետը։ Դե ինչ, հիմա Տեղափոխվենք խոհանոց։ Այո, որտեղ Սաթենիկը մի հատ հրաբուխային ձեն հանեց, չգիտենք ինչ էր այրում եւ ինչ էր պատրաստում։ Ինչ էր վառվում կամ չէր վառվում, Սաթենիկը պրոֆեսիոնալ է։ Սաթենիկ, բարի լույս։ Սաթենիկ, բարի առավոտ։ Բարի առավոտ Ռոմելա, Արտակ, Ռոմելա շատ գեղեցիկ ես, քո սրտիկներով, բոլորին բարի լույս ես մաղթում եւ քեզ շատ սազում է քո մազերի սաներվածքը եւ գույնը։ Շնորհակալ եմ Սաթիկ, ես քեզ այստեղից սրտիկներ եմ ուղարկում։ Իրականում ես եթե ինչ-որ մի բան ասում եմ, դա անկեղծ եմ ասում, հաճախոսություն չի, կոմպլիմենտ չի, մի խոսքով շատ գեղեցիկ ես, քեզ շատ սազում են։ Լավ որ բոլորիս մեր տրամադրությունը ինչպես նկատում եք շատ բարձր է, ցելի հեռուստադիտողներ գործընկերներս նշեցին, որ գրքի շնորհանդես է լինելու, այն էլ հեղինակն է ներկա լինելու մեր հյուրասրահում։ Կփորձեմ անաղմուկ աշխատել, բայց չեմ խոստանում եւ իհարկե ոչ միայն գրքի մասին ենք խոսելու, գրքի հեղինակի հետ ենք խոսելու, նաեւ մշակութային, ինչպես գործընկերներս նշեցին, մշակութային եթեր է լինելու։ Սպասված լինելու։ Ինչ եմ արել, ինչու եմ սկսել աղմկել։ Կարտոֆիլը նախապես արդեն մաքրված, խաշված, մի փոքր աղով, արդեն եթե նկատեցիք հյուս եմ պատրաստում, տրորում եմ, ավելացնելու եմ սամիթը, թարմ, բայց Tonian's Family Company կողմից առաջարկված կա 4 սամիթ, այնպես որ դուք կարող եք նաև 4 սամիթ օգտագործել, քանի որ իմ ձեռքի տակ կա թարմն էլ կօգտագործեմ եւ քանի որ ձևավորելու եմ հյուսը կարտոֆիլի ինձ անհրաժեշտ է օսլա։ Tonian's Family Company-ն առաջարկում է 2 տեսակի օսլաներ, եգիպտացորեն կարտոֆիլ։ Ես մի փոքր կարտոֆիլի օսլան կավելացնեմ 1-2։ Իհարկե լավ կխառնեմ եւ իմ ձեռքի տակ կան կարմիր պղպեղ, սև պղպեղ, քանի որ չեմ հասցրել համեմել, պետք է համեմեմ։ Սևն էլ ավելացնեմ եւ իհարկե խառնեմ։ Կարող եք նաեւ սխտորի փոշի ավելացրել, առհասարակ ես միշտ ասում եմ, եթե որևէ բան է պատրաստում, սխտորի փոշին անպակաս է, համ է տալիս, հետաքրքիր է։ Եվ իհարկե առանձին ես տապակի մեջ տապակելու եմ հավի կրծքամիսը, բայց այս պահին ուզում եմ ներկայացնեմ մեր գործընկերոջ յուրահատուկ
համեմունքները, բազմազան համեմունքները այս պահին ձեր էկրաններին է։ Առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Test ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը իհարկե համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե այդ ընթացքում իհարկե Խյուսը միասեռ զանգված կարող եմ ասել արդեն հասրեցի, կլորակներ եմ անելու, մի քիչ փոս եմ անելու, հավի կրծքամիսը, որը ես պիտի համեմեմ տապակեմ, լցոնելու եմ։ Վրան արդեն դեղին տեսակի պանիրն ենք անելու, իհարկե երբ որ ես տապակեմ, օգտագործելու եմ նաև տոմատի մածուկ, եթե տոմատի մածուկ չունեք, կարող եք մի փոքր կետչուպ օգտագործել, կամ եթե հավի կրծքամիս չունեք, կարող եք բեկոնի կողմից առաջարկված մեր պերճիկները լինեն, խոզապուխները լինեն, որ ուզում եք, կարող եք օգտագործել, քանի որ խոսեցի բեկոնից, այս պահին կլինի ձեր էկրաններին բեկոնի տեսականին, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկեր բեկոն պրոդուկտը։ Բեկոնը շուրջ 30 տարի իր սպառողին է ներկայացնում թարմ անվտանգ մսամթերքի լայն տեսականի։ Ինչպես սպառողներն են սիրում ասել, բեկոնը մսամթերքի ոլորտում համի որակի պատասխանատուն է։ Բեկոն ընկերության արտադրած առօրյա սպառման մսամթերքների լայն տեսականին ներպերշիկները, եփած ապխտած երշիկները, կիսաֆաբրիկատները ապահովում են ամեն օրվա համեղ պահերը։ Վստահ ենք, որ բեկոնի ներպերշիկները, եփած երշիկները, եփած ապխտած մսամթերքները կդառնան նաև դպրոցում ձեր երեխաների ընդմիջման անբաժանելի մասնիկը։ Նշենք նաև, որ բեկոն պրոդուկտը Հայաստանում միակ մսամթերք արտադրող ընկերությունն է, որտեղ ձեզ համար կկազմակերպեն անվճար էքսկուրսիա արտադրամասում։ Եվ դուք կտեսնեք, թե բեկոնում ինչպես եւ ինչ պայմաններում են արտադրվում մեր բոլորի սիրելի երշիկները, նրբերշիկները, կիսաֆաբրիկատները։ Վստահ ենք, որ էքսկուրսիայից հետո եւս մեկ անգամ կհամոզվեք, որ բեկոն պրոդուկտը միսա։ Բեկոն պրոդուկտի լայն թարմ տեսականին կարող եք գտնել Երևան քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետներում եւ բեկոն ֆիրմային խանութներում։ Վարլամ Ավանեսով 8 կոտորակ 3, Արտեմ Միկոյան 2 կոտորակ 15, Վիկտոր Համբարձումյան 45, Դուրյան 37, Սողոմոն Տարոնցի 11 կոտորակ 8 եւ Գյուղ Արզնի, Աբովյանի խճուղի 9 հասցեներում։ Այնպես որ արդեն ընտրությունը ձերն է, որոշեք հավի կրծքամիս եք օգտագործելու այսօրվա իմ առաջարկած բաղադրատում հետ, թե պարզապես ձեր տանը եղած երշիկ կամ ներպերշիկ բեկոնի կողմից կմանրացնեք, կավելացնել։ Մանրացնելուց հետո կխնդրեմ, որպեսզի տշտժացնեք, հենց այնպես չկտրատեք վրան ավելացնեք։ Ինձ անհրաժեշտ է այս ամենը տեղափոխել իհարկե եփելու եմ ջեռոցում, արդեն ջեռոցը միացված է, մոտավոր 200 աստիճանի վրա, ջերմաստիճանի վրա կթողնենք, դե քանի որ ես հավի կրծքամիսը առանձին կտշտժացնեմ, Խյուսը արդեն իսկ պատրաստ է կարտոֆիլի, զամբյուղիկներ ենք պատրաստելու, լցնելու ենք հավի կրծքամիսը մեջը։ Դե ես ուզում եմ անդրադարձ կատարեմ նաև մեր մյուս գործընկերոջը Goods KTM-ին, այս պահին դեր էկրաններին կլինի, սիրով ես էլ կներկայացնեմ մեր նոր գործընկերոջը։ Ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկեր Goods AM-ին, որը շատ մեծ հնարավորություն է ընձեռնել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր բնակչի առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու, ձեռք բերել տան, առօրյա կենցաղի, հանգստի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ։ Նշեմ, որ Goods AM on-line հիպերմարկետում բացի տեղական համաշխարհային բրենդների արտադրանքները կգտնեք Հայաստանում մարկա շվեդակա IKEA բրենդի ամենամեծ եւ ամենամատչելի տեսականին։ Հետևելով կայքի թարմացումներին, դուք հնարավորություն ունեք ամեն շաբաթ թվով 10 ապրանք ձեռք բերել ինքնարժեքով։ Եվ սա դեռ ամենը չէ։ Պարզապես հետևեք Goods KTM-ի Instagram-յան եւ Facebook-յան էջերին եւ եղեք տեղեկացված կայքի վերջին նորություններից եւ թարմություններից։ Goods KTM, քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Ինչ մնում է հագնել ձեռնոցը գեղեցկուհի Ռոմելային եւ մեր handsome արտակին փոխանցել խոսքը, որպեսզի նրանք շարունակեն։ Համեցեք խոսքը ձերն է։ Thank you so much. Սաթենիկ։ Շնորհակալություն Սաթենիկ, այո, thank you so much Սաթենիկ, շնորհակալություն։ Քո տեսնես շատ գեղեցիկ այսօր, մենք դեռ դրանք անդրադառնանք։ Այո, իսկ հիմա անդրադառնանք մեր գործընկերոջը։ Ուշադրություն, դիմավորեք նոր Samsung Galaxy S24 FE մոդելը արդեն վաճառքում։
Սեպտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ գնիր Samsung Galaxy S24 FE մոդելը եւ ստացիր Samsung Galaxy Buds 3 Anlar ականջակալը նվեր։ Պատվերները կարող եք ամրագրել նաեւ առցանց www.mobilecenter.am կամ զանգահարել 015 70 0000 հեռախոսահամարով։ Mobile Center Samsung-ի պաշտոնական ներգրողը Հայաստանում։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, բարելույսում այսօր մենք ներկայացնում ենք նոր լատվական բեսթսելեր, որի հեղինակը Նյումեկ հրատարակչության հրավերով Երևանում է եւ մեր տաղավարում։ Գիրքը շատ դուր կգա 90-ականների կարոտով հիշողներին, եւ չնայած 90-ականները հետխորհրդային բոլոր երկրների համար են եղել դժվար ու բարդ, բայց Generation X սերունդը կարոտով է հիշում իր մանկության ու երիտասարդության այդ քաղցր տարիները։ Այո, Արտակ, այդ տարիների նորաձևությունը, երաժշտությունը նորից թրենդային է ամբողջ աշխարհում։ Հենց այդ տարիների դեռահասների եւ երիտասարդության ծանր ռոքի ու մետալի մասին է Newmake հրատարակչության նոր գիրքը Jelgava 94-ը։ Գրքի հեղինակը լատվիացի Յանիս Յոնևսն է, դիտենք գրքի թրեյլերը, տեսանյութը գովազդից հետո։ Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է նոր լատվիական սենսացիոն վեբ 90-ականների մասին, գիրքը կոչվում է Jelgava 94, վեպը դեռահասության, հասարակության եւ համակարգի դեմ բողոքի, ռոկի եւ գրանժի ազդեցության մասին է։ Գիրքը ստացել է Լատվիայի եւ Եվրոպական միության գրական մրցանակներ, 1 տարում հրատարակվել է 6 անգամ, գրքի հեղինակի հետ իհարկե այսօր խոսելու ենք, իսկ մինչ այդ մեր հյուրն է Jelgava 94 գրքի առաջին ընթերցողը Նարեկ Բախտամյանը։ Բարի առավոտ Նարեկ։ Բարի լույս։ Ոնց ես։ Փիասքան շատ վաղուց այժմ չէի արթնացել։ Շատ վաղուց գիրք չէի կարդացել։ Այսօր շնորհակալություն Ալեքսանդր Արտակին։ Որ այժմին արթնացան։ Առասարակ քանիսին ես արթնանում։ Մեկից հետո։ Հա, հիմա քո համարն են առավոտվա 6-ի անուշ քունն է։ Նարեկ 90-ականներին դու քանի տարեկան էիր։ 90 որտե կոնկրետ 94-ին 6 տարեկան էի, գնացի դպրոց։ Ինչ որ բաներ հիշում ես, երբ որ այս գիրքը առաջ անգամ թարգմանում էիր, այդ տպավորությունները, ազդեցությունները քեզ համար մոտ էին։ Հիշում եմ, ու ավելի ինքը նման էր իմ վաղ 2000-ականներին։ Նաև կարծում եմ բազմաթիվ պատճառներով պատերազմ եւ երկրաշարժ Երևանը, առհասարակ Հայաստանը մտավ այդ յետխորհրդային մշակութային կյանքի մեջ, հենց երևի 96-ից ավելի հետո, որտեղ Իսկ դու ավելի պատկերավոր ես հիշում այդ։ Հա, այսինքն սա իրականում կյանք էր շատ մեր մասին։ Ես մի անգամից հիշեցի այն նփակում կազմակերպվող ռոք փառատոնները, որոնք որ ինչ-որ հետաքրքիր կյանքի Հիշում եմ դու ժամանակ գունավոր շապիկներով, հետաքրքիր նկարներով։ Այո, ես էլ ունեի այն ժամանակ երկար մազեր եւ բազմաթիվ ռեպլիկներ էի լսում քո հետևից Երևանում քայլելուց։ Հա, տենց շատ մեր մասին, մեր կյանքի մասին, իհարկե հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, բայց սա հենց այն կյանքներ, որը թինեյջերական շատ մոտիկ ու շատ չգիտեմ, շատ կայֆ լեզվով գրած, էլի ես ինքս սենց շատ տարօրինակ է, որ ես տեղ հիմա ստացեմ, որտեղ Բայց դու առաջին ընթերցողն ես Նարեկ այս պարագայում։ Չէ, լայն առումով ես տենց սուպեր ընթերցող չեմ, մանավանդ բանը, երբ որ հայրդ մի մարդ է, որը կարդում է ավելի շատ գիրք, քան հասցնում են բոլոր հրատարակիչները Հայաստանում տվել։ Հա, ես ընդհանրապես այդ Դե Արտուր Բախտամյանին ջեր ողջույններ։ Մեր շատ սիրելի հեռուստատեսային գործին, մեր դասախոսին, նախ առաջին դասախոսին։ Այո, ողջունենք։ Նարեկ, դուք առաջին ընթերցողն եք, ինձ հետաքրքիր է, ինչու համար է, հա, 90-ականները նորից դարձել ակտուալ, ինչ որ չափով նորաձև, այո, թրենդային։ Եթե կրկին գնանք post-սովետ, հա, այս հարթակի մեջ, կարծում եմ մոտ 30 տարի անց գալիս է հենց այն ճիշտ պահը ու մարդու կյանքում էլ, երբ որ պետքա հետ նայես ու հասկանաս ոնց ինչ տեղի ունեցավ։ Ու ինչ մշակութային արժեքներ, այսինքն ինչու համար անկախության նպատակը որպես այդպեսին որն է։ Իսկ դա ինձ թվում է առաջնային մշակութային հենց անկախությունն է, երբ որ դու չես ապրում մի երկրում, որտեղ որ վերևից քեզ թելադրվում է, որ չգիտեմ, այս տարի պետքա, չգիտեմ, տրենդային լինի, այսինչ էստրադան կամ եւ այլն եւ այլն։ Այս բանաստեղծությունները պիտի սովորեք։ Հա, ու հենց ազատության իմաստը դա է եւ երբ որ ինչ որ պահի մենք
կանգնում ու հասկանում ենք, որ վայ ոնց որ ինչ-որ մի բան նենց չի գնացել, կարծում եմ հետ են գնում այն ժամանակներ, որտեղ որ ամեն ինչ սկսեց ու նույն 90-ականները Հայաստանում ցավոք չեղավ այն շրջանը, որտեղ որ, չգիտեմ, Փարաջանովի կամ Փելեշյանի level-ի ֆիլմեր ու այդ, այսինքն այն ինչի համար մարդիկ բանտում էին հայտնվում, բայց այդ տեսակը չշարունակվեց, փորձեցինք ավելի շատ գնալ պոպ կուլտուրայի հետևից։ Իդեպ այսօր հակառակ պատկերն ենք տեսնում վերջին Երևանի Երևան տոնակատարությանը, ես տեսա ինչքան արվեստի մասին, ինչքան ռոք կար, ինչքան ջազ կար։ Փարաջանովի 100-ամյակը ուշադրությամբ եւ այլն։ Կարծում եմ այդ ամեն ինչի պատճառն է, վերադառնալով հարցին, որ մի հատ պետք է հետ նայես, բայց ինչ արեցինք այս 30 տարում ու այդ շտկումիկները մտցնենք։ Որպես հայկական խորհրդային եւ լատվական խորհրդային պատմություններն ու սյուժետները մենք մոտ ենք իրար, նման են դրվագները, դրությունները։ Այն ինչ որ կա համենայն դեպս գրքում եւ նաեւ ֆիլմն կա բավականին շատ քիչ ստեղծագործություններ կան, որ տենց եւ կինոն եւ ֆիլմը հավասար արժեք ունեն, չգիտեմ հեղինակի կարծիքով չհասցրեցի այդ հարցը տալ։ Մենք կտանք այդ հարցը։ Այո, ինչպես է ինքը գնահատում ֆիլմը, իրանք իրականում շատ տարբեր են, բայց բավականին երկուսն էլ առանձին արժեք ունեն։ Նմանություն մանավանդ այն թինեյջերական տարիքի հետ, որը որ ես եմ ապրել, շատ մեծ է։ Ցավոք մենք մի պահ մեր կյանքում հասկացանք, որ մենք ինչ-որ մի հատ սենց մի սենյականոց կղզի ենք սարքել ու բավականին կտրված ենք այն անգամ երևանյան իրականության հետ, որ կա, բայց սա հենց այն մեր տարիքներ, որտեղ որ չգիտեմ, մենք գնում ենք, պատկերացնում եք, Ռայկոմում կար ռոք կլուբ։ Այսինքն այսօր դու Սարյան փողոցից մի քայլ դնում ես ուտեղ ու ինչ որ անհասկանալի տեղ ես հայտնվում, եթե սովորես այդ Կասկադից Սարյան։ Բայց ով էր բացել Ռայկոմում այդ ռոք կլուբը, էլի տենց ինչ որ էնտուզիազմիկներ ոնց որ գրքում ինչ որ մեկ։ Հավաքար չունեմ։ Կարծում եմ կարող է ինչ որ բիզնեսմեն էր, որը հասկացել էր, որ կա այդ տարածքը։ Շատ փող ուներ, հետո հասկացել։ Կարա, որտեվ նաև բավականին թանկարժեր այդ ռոք կլուբի մուտքը, այսինքն ինքը այն չէր, որ դե լավ, այն թվերի համար 4000 դրամ արժեր, ու դա այն թվերն էր, երբ որ Ռոլանդը նվագում էր պանկ ռոք։ Նարեկի արխիվները որ գրվածին շատ բաներ կիմանանք Երևանի մասին։ Իդեպ ես ինձ Երևանում ինչ հիշում եմ, Նարեկը այդ տարբեր սիտուացիաներում եւ տարբեր դրվագներում միշտ արկա ա եղել, հետաքրքիր կլինի քո այս գրքի մոտեցումը ոնց կլինի։ Հետաքրքիր է 90, ահա։ Նարեկ, ըստ ձեզ, ինչ կփոխի այսօրվա երիտասարդի կյանքում գիրքը ընթերցելը։ Այս գիրքը ընթերցելը։ Այսինքն ինչ կտա այսօրվա երիտասարդին, ովքեր ինձ թվում է հիշողություններ ամեն դեպքում չունեն 90-ականներից։ Գիտեք, ինձ թվում է կտա ինֆորմացիա, ինչպիսին լինել ճիշտ երիտասարդ, որովհետև մեր ժամանակ էլ է նույնը եղել, այսօր էլ իրականում այդ կղզուց, որ դուրս ես գալի այդ երջանիկ գունավոր ժպտերես մարդկանցից, կրկին հասկանալի պատճառներով, այսպես կյանքը շոկոլադ չի, բայց մեր երիտասարդությունը չափից շատ լուրջ է, չափից շատ պատասխանատու է միգուցե։ Դա լավ է թե վատ է։ Չէ, դա լավ չի։ Այսինքն կյանքը պետք է ապրել, կյանքը պետք է վայելել, անընդհատ այդ լուրջ դեմքի արտահայտությունը, տենց սիգարետը, բերանը, բան ինչ-որ տենց այդ դրանում է խնդիրը։ Հա, դուք այդ տեսանկյունից նկատում եք, որ նրանք լուրջ են, օրինակ, բոլոր առումներով, չէ, բանը, նկատի ավելի թեթև է պետք է ապրել։ Ասում, ժպտացեք, բոլոր հիմարությունները արվում են հենց լուրջ դեմքի արտահայտությամբ, որը տենց տարածվում է ինքը ու այս գիրքը ցույց կտա նույն 14 տարեկան թինեյջերին, որի հենց գրքում այդ հերոսն է, ինչպես էին մարդիկ շատ ավելի ծանր ժամանակներում, շատ ավելի անհասկանալի իրականում ժամանակներում կարողանում ապրել, վայելել, ստեղծել, ունենալ երազանքներ եւ գնալ առաջ ու հենց Ելգավան, չգիտեմ, ամենահետաքրքիր Ելգավան ենթադրաբար փողոցի անունն է։ Չէ, Ելգավան քաղաքն է, որը գտնվում է Ռիգայից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա,
ու շատ հետաքրքիր ինձ թվում է, եթե ես չիմանայի, որ այս ամեն ինչը իրական կարելի ասել կենսագրական գիրք է, սենց շատ ճիշտ ընտրված վայր է, շատ ճիշտ այդ մռայլ սև ու սպիտակ քաղաքն է 90-ականների, որի մեջ այդ երիտասարդությունը փորձում է գույն մտցնել։ Այսօր էլ մեր երիտասարդությունը պետք է փորձի գույն մտցնել, վերջապես դուրս գա այդ հիմա շատ ավելի չէ, տենց դարձել ենք։ Հա, մենք գոնե միսենյականից բնակարաններում էինք հավաքվում, այսօր մարդուն մի հատ այսքան հեռախոս է պետք ու ինքը տենց իրան։ Մեր Ելվարա քաղաքը որը կլինի Երևանին մոտ։ Չէ, այ դրան հասնելու շատ ունենք ցավոք, հա, մեր մոտ ամեն ինչ, մեր Ելգավան կարա լինի օրինակ Դավիթաշենը, հա։ Ասենք Դավիթաշենը շատ Ելգավա քաղաք է։ Թող ինձ ներեն բոլոր Դավիթաշենը։ Մենք էլ այս բան գտնում ենք Դավիթաշենը։ Ելգավա, բայց նկատի ունենք, որ մոտ է այնտեղ նորարարություններ, հա։ Ամեն դեպքում։ Ելգավան իրականում պատմության մեջ շատ հետաքրքիր քաղաք է եղել, մի քանի Լյուդովիկոս 13-րդն է այնտեղ եղել, գրքում շատ լավ, նաև շատ լավ մշակութային տենց կետեր կա, հա, ինքը մի կողմից պատմում է ինչ-որ թինեյջերի կյանքի պատմություն, մյուս կողմից պատմում է ինչ-որ հին ամրոցի մասին, որը որ կառուցվել է, որտեղ հիմա այդ ռոք հավաքներն են իրանք անում, մեզ հետաքրքրեց։ Շատ մշակութային էլ ինֆորմացիա կստացվի, կրկին տենց փոքրիկ եվրոպական մի երկիր, որը որ շատ ասում է։ Ես առաջարկում եմ, այո, այս բան դիտենք տեսանյութը, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այո, 90-ականների թրենդի մասին հետո կշարունակենք, զրույցը գովազդից հետո է։ Պատկերացնում եմ դուք որքան տաքացաք, հատկապես 90-ականների սերունդը այս տեսանյութը նայելով չկար մի դետալ, որ ձեզ մոտ քաղցր հուշ առաջացրած չլինի։ Նարեկ, բայց մի հատ շատ վատ հարց ունեմ ես քեզ, որ ասում են 90-ականները այնքան քաղցր էր, այնքան ջերմ էր, բա որ լույս ու գազ լիներ, օրինակ ու էլեկտրաէներգիա, ինչքան ջերմ կլիներ։ Ես միշտ չեմ հավատում այդ միֆոլոգիային, իհարկե դա հիշում ենք, որտեղ հաղթահարել ենք։ Բա որ այդ սերունդը տեսած լիներ լույս, ցուրտ տեսած չլիներ։ Ու հասած կլիներ այդ սերունդը այսօր։ Դե երևի հենց հասած կլիներ այնտեղ, որտեղ որ կարելի է համեմատել, ուր հասավ նույն արևելյան Եվրոպայի կրկին յետխորհրդային կյանք ապրող երկրները, որոնք կարծում եմ եւ տնտեսական եւ մշակութային այլ մի քիչ իրավիճակում են գտնվում։ Ինձ թվում է այդքան միշտ մարդիկ անցյալ, որտեվ մարդը ունի հետաքրքիր հատկություն, ինքը ֆիլտրում է ամեն վատը, ու ինչ որ մի սիրունիկ դրվագ է այդ ամեն ինչից հիշում, որը իրան ջերմացնում է, բայց այն կադրեր, որոնք հեչ հուսադրող չէին, այդ լիք ծանրաբեռնված ավտոբուսները, փայտ քաշ տվող մարդիկ, հերթերը, դա շատ ծանր ժամանակներ էին, որոնք որ գուցե վերջապես մենք կսկսենք իրանց անվանել ավելի, չգիտեմ, բոլոր առումներով հաղթանակի տարիներ եւ ամենակարևորը այդ սև ու սպիտակը հաղթահարելու տարիներ, որոնք որ եղան, բայց հա, չէ, որ սերունդը հաղթահարեց սև ու սպիտակ տարիները, կարող ենք այդպիսի համարձակ հայտարարություն անել։ Չէ, մենք դեռ փնտրտուքի եւ պայքարի մեջ ենք, միանշանակ դա տեղի չի ունեցել։ Շնորհակալություն։ Դե ինչ, այո, շնորհակալություն։ Մենք այսօր նաև խոսելու ենք հեղինակի հետ։ Կա մի հարց, որ դու անձամբ ուզում ես հեղինակին տաս եւ, չգիտեմ, դա չես արել ինչ-որ պատճառներով։ Ես երեկոյան պատիվ ունեմ, այսպես ասած, լինելու ձեր դերում եւ փոքրիկ լսարանի առաջ վարելու գրքի շնորհանդեսը, դե համար իմ նախապատրաստած հարցերը ես ձեզ հետ չեմ կիսել։ Դե բայց մեզ միևնույն է ասեք, առհասարակ այդ 90-ական տարիները հերկվում է այն տեսությունը, որ ինչ-որ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Միևնույն է այդ, չգիտեմ, ոմանք ունեցել են աչքերի խնդիր դրանից հետո, այդ նույնը եղել է հենց գրքում մենք տեսնենք այդ խնդիրները, այդ լուսավոր պայերը։ Եվ կարծում եմ դա ազդել է նաև հաջորդ սերնդի վրա։ Միշտ ինչ-որ մի բան ազդել է։ Գիտեք, նաև շատ անհատական է, ում վրա, այսինքն մարդկա դժվարությունները սարքում են ուժեղ, մարդկա իրականում կոտրում են, հա։ Եվ հենց դա էլ գուցե
մարդկանց իրենց կենսագրությունները եւ որը ինչ եղավ, նաև գրքում հետաքրքիր բարված է։ Պետք է նաև նշեմ, մի քիչ առաջ հենց դա էինք խոսում, շատ լավ թարգմանություն է, որովհետև, չգիտեմ, կհամաձայնվեք թե չէ, հայոց լեզվի հետ ավելի շատ կապ ունեցող մարդիկ եք դուք, բարդ լեզու է նրանով, որ բաներ են, որ պետք է գայի մի քանի տարի հեռուստատեսության կապ չունեցող մարդ, ուզում եմ ասեի, դեռ քֆուրտալ չի կարելի, բայց իրոք մեր լեզուն ինքը կամ սենց այո բան բանա կամ շատ գրեհիկ է, այսինքն մենք այդ միջին հայրենը, որը որ իսկական առօրեականն է, որևիցե տիպի ինքը չի դառնում չի հայտնվում գրքերի մեջ, չի հայտնվում եթերում ու մի տեսակ ինչ-որ fake հայրենա ավելի շատ տիրում։ Դա էլ է ինձ թվում է անցումային շրջան։ Ստեղ շատ սենց մեր են հայրենն է, որը չգիտեմ այսօր, հա, բայց ոչ գրեհիկ եւ ոչ գիպերգրական։ Շատ սիրուն հայրեն է։ Շատ սիրուն հայրեն է։ Ռոմել արի բացենք պատահական էջ, տեսնենք ինչ էջ են կնում։ Նարեկը ինչ կհիշի այդտեղից։ Օրինակ այդ քաղաքի որ հատվածը պատշգամբը լի էր իրադարձություններով կամ դու ընտրի։ Եկեք մի փոքր հատված կարդամ, չհասկացանք, հավաքիր քեզ։ Ես էլ պիտի ամեն տեսակ ուրիշ տեղ լինեմ, հետո ինչ։ Դա ոչինչ իհարկե չասեց, բայց երևի ինչ-որ մի դրա կարծում եմ ինչ-որ բան ռոք ֆեստիվալի գնալ չգնալու մի բան էր։ Քննարկում են, համարձակը պիտի գնա, ոչ համարձակը մնա տանը։ Նարեկ, նորից շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, շատ լավ։ Ինձ մոտ ցանկություն առաջացավ ընթերցելու։ Նարեկ, ինձ մոտ դու արդեն արցնացար նաև։ Հա։ Դե ինչ, շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Նյումեկ հրատարակչության նոր գրքի մասին, գիրքը 90-ականների երիտասարդության, ըմբոստության, ռոքի եւ գրանժի թողած ազդեցության մասին է։ Եվ մեր տաղավարում էր Նարեկ Բախտամյանը, դիտենք եւս մեկ տեսանյութ Ելգավա 94 գրքի հեղինակի Յանիս Յոնևսի մասին, քիչ անց նա կլինի մեզ մոտ տաղավարում, նրան կմիանա նաեւ գրքի թարգմանիչ, այնպես որ դեռ շատ հետաքրքիր զրույցներ են ունենալու։ Հիմա դիտում ենք տեսանյութը, դա կանենք գովազդից անմիջապես հետո։ Բարի լույս սիրելիներս, մեր տաղավարում է Նյումեկ հրատարակչության նոր Ելգավա 94 գրքի հեղինակ Յանիս Յոնևսը ու գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ հյուրին կալվելու համար, ուրախ ենք մեր հյուրին տեսնել մեզ մոտ տաղավարում։ Եվ այսպես պարոն Յանիսից սկսենք մեր հարցազրույցը, հետաքրքիր 90-ականները շատ տրենդային են դարձել։ Դուք այդ տարիներին ապրել եք, հա, դա սա ձեր վերապրումներն այն ինչ որ գրքում տեղ են գտել։ Тогда ir populāri, vai tas, par ko ir stāstīts grāmatā, tas ir tavs biogrāfija, vai kādu? Jā, nu tā ir, tas ir par mani un, teiksim tā, 80% par mani. Այո, այդպես է, բայց ամբողջությամբ չէ, կարելի ասել մոտավորապես 80%-ն է իմ մասին եւ ինձ հետ կատարված է։ Nu, varbūt tas galvenais varonis ir tāds mazliet pārliecinātāks un godīgāks. Միգուցե գրքի հերոսը ավելի վստահ եւ ավելի ազնիվ է։ Ի տարբերություն։ Շատ լավ, մեզ հետաքրքիր է, ահա։ Նաիրա, հարցը ձեզ ուղղեմ, 90-ականները նաև մեզ համար են շատ կարևոր ու անցումային տարիներ եղել։ Արդյոք որևէ նմանություն ունենք դեպքերի նմանություն, հա, Լայթվեի եւ Հայաստանում կատարվող երիտասարդների։ Կարելի ասել, որ այն, որ ես ընտրեցի, համաձայնվեցի այս գիրքը թարգմանել, պատճառներից մեկը այն էր, որ կան եւ նմանությունները եւ տարբերությունները, ավելի հետաքրքիր էին ինձ տարբերությունները։ Այո, մենք եղել ենք Խորհրդային Միությունում մի երկրում, Խորհրդային Միության փլուզվելուց հետո ամենքն իր ճանապարհով է գնացել ու այդտեղ տարբերությունները սկսվում են։ Ես միշտ հիշում եմ, որ 90-ականներին մարդկանց վրայից ծխի հոտ էր գալիս, որովհետեւ վառարաններ էին վառում տան մեջ եւ միշտ չէր որ փայտ էին վառում։
ես ապրում եմ Մանումենտի տարածքում եւ ես շատ հաճախ եմ տեսնում, որ ցանկացած մեկը տուն գնալիս մի քանի ճյուղ հետը հավաքած ստանում էր դժվարությունները, պատերազմից հետո, երկրաշարժից հետո մեր հոգսերն ու հույզերը այլ էին, բայց գրքում ցույց է տված Եվրոպա դարձած արդեն փաստացի Եվրոպայի մաս կազմող երկրի երիտասարդների հույզերն ու ապրումները նրանք իրենց էին փնտրում, նրանք գտնում էին երաժշտության մեջ, ընկերության նոր ձևեր եւ այլն եւ այլն, ինչը չկար, ընկերություն իհարկե կար, բայց սոցիալական եւ քաղաքական այդ տարբերությունները, որոնք թելադրում էին որոշակի վարք եւ մտածելակերպ, իհարկե բավականին տարբեր են։ Չնայած նույն յուպին մեր երիտասարդները չեն Ըմբոստանում։ Ըմբոստանում էին, բայց այդքան չէ։ Մեր երիտասարդները այդ տարիներին ավելի զբաղված էին ընտանիք, սովորել, ընտանիքի հայր կորցրած ընտանիքներ, պատերազմից հետո գոյատևելու ավելի շատ սոցիալական խնդիրներ, չնայած Նարեկը ասեց, որ մենք հաղթանակից հետո վերածնունդ էինք այդ ժամանակ ապրում, բայց այդ վերածնունդը հեշտ չէր եւ դանդաղ էր։ Յանիս, դուք այդ տարիներին որոշեցիք դառնալ գրող եւ թղթին հանձնել ձեր ապրումներն ու զգացողությունները։ Вай ту тая лайка паркуру ирстастец грамота излайм кату клюси паракстник он тракстиси парвису. Ну, bija vēlāk. Es tajā laikā jau, nu jā, es gribēju būt kādreiz rakstnieks, bet nu, es vēl nebiju izlēms. Vairāk es gribēju būt ģitārists metāla grupā, bet, nu labi. Ասել այդ ժամանակ, որ հենց 15 տարեկանում ես մտածում էի, որ կարող է դառնամ, իհարկե մտքեր կային, բայց այն ժամանակ ես ավելի ուզում էի գիտարիստ, գիտարահար դառնալ։ Jā, bet, nu, es domāju, ja neizdosies būt ģitāristam, tad es varētu būt rakstnieks. Իսկ եթե չհաջողվի գիտարահար դառնալ, կդառնամ գրող։ Nu, tikai galvenais nestrādāt īstu darbu. Jā, bet... Իսկ ինչու ձեզ մոտ գիտարը չստացվեց։ Ungapēc ar գիտարն է իznած։ Nu, pietrūka ķēriena mazliet, varbūt. Չբավականացրեց համբերությունը, որպեսզի սովորեմ։ Հələ դուք ինչ ապրեցիք։ Bet, nu jā, bet toreiz es nevienam neteicu, ka es gribu rakstīt, bet man tie draugi mani bija atšifrējuši, un tas, kurš grāmatā ir nāve, viņš vienreiz teica, uzraksti par to, kā mums te iet, bet toreiz man tas nelikās piemērots temats, bet tad 15 gadus vēlāk man nācās šim padomam paklausīt, tomēr nekā labāk nebija. Այն ժամանակ, երբ 15 տարեկան էինք եւ երաժշտությամբ էինք ավելի հետաքրքրված, ես այդքան էլ չէի մտածում, բայց ընկերներից մեկը, որը գրքում կա մականունով, ինքը ասեց, որ դու լավ մտածի, միգուցե դու այս մասին գրես։ Ես ասում եմ այդ ժամանակ լուրջ չվերաբերվեցի դրան, բայց 15 տարի անց միտքը եկավ եւ գրեցի։ Յանի, ձեր կյանքում ինչ փոխվեց, երբ դուք հասկացաք, որ դուք բեսթսելերի հեղինակն եք, ընդ որում ոչ միայն ձեր երկրում, այլ ընդհանուր։ Ինչ է փոխվում, դուք արդեն գրող եք։ Я ставадзива кату сапротика ту esi jau slavens rakstnieks ne tikai Latvijā, bet dažādās citās valstīs arī. Hastāt viņš var vēl փոխվում է մարդու մեջ։ Droši vien kaut kas mainījies. Nu jā, no tur Latvijā tad dažreiz cilvēki gribēja nofotografēties ar mani ielās, kam es biju tā drusku negatavs. Nu jā. Ամենաշատը դա զգացվում է նրանից, որ Լատվիայում շատերն են ուզում նկարվել ինձ հետ, լուսանկարվել։ Nu, tur atjaunojās, visvādi uzradās atkal cilvēki no pagātnes. Vecie klases biedri aicināja draudzēties atkal. Եվ այնպես ստացվեց, որ նախկինից դպրոցական տարիքի ընկերները սկսեցին ձգվել դեպի ինձ, ընկերություններ նորից հաստատել։ Այն հետաքրքիր է, ինչպիսին է եղել Լատվիայում երիտասարդների արձագանքը, այն երիտասարդների, ովքեր որ չունեն հիշողություններ։ Kada bija atsauksme tiem lasot šo grāmatu, kuri neredzēja 90. gadus? Jā, nu tas ir tā savādi sanāca, ka tā grāmata, ka liela tās grāmatas auditorija bija cilvēki, kas bija dzimuši pēc 90. Cilvēki, kas ir grāmatas varoņu vecumā,
kas to uztvēra kā savējo grāmatu, kaut gan viņš uz 90. nav piedzīvojuši, bet, nu, kaut kā tas pusaudzības jaunības apraksts sakart ar to, kā viņi jūtas. Այնպես ստացվեց, որ երբ գիրքը գրեցի այդ ժամանակ հիմնական ընթերցողները գրքի դարձան այդ ժամանակ դեռահասները, որոնք չէին տեսել 90-ականները եւ նրանց համար հասկանալի ընդունելի էր այդ պատմությունները։ Դարձանք մի մասը հիշում է 90-ականները, մի մասը կադրով է պատկերացնում եւ այլն։ Խնդրում եմ մեզ կասեք ձեր երիտասարդական տարիների ամենահետաքրքիր քաղցրությունները, որը ձեր մոտ շարժառիթ դարձավ, որ գրեցիք այս վեպը։ Գադիտ ուբիա վիսմիլյակի սալդումի դայա վեցումա։ Դա առաջին աղջկա հետ հանդիպումն էր, դա առաջին ծխախոտն էր, առաջին Bauskas tumšais alus droši vien. Ամենահամեղ բանը երևի գարեջուրն էր, bet runa bija arī par jūtām meitenes un šādas izjūtas dažādas. Kas tad bija mani mīļākie saldumi? Saldumi un Առաջին ըմբոստության մասին։ Առաջին էմոցիաները։ Pirmais dumpnieciskais tavs, pirmā mīlestība, šādi. Nu, tas jau viss grāmatā pēc iespējas godīgi izstāstīt, labi, varbūt ne pati pirmā. Bet, Գրքում այդ մասին անկեղծորեն ես պատմել եմ ու միգուցե առաջին սերը չի, բայց այդ մասին ասված է, այո։ Լավ սիրել եք։ Tas viss droši vien arī kaut kā man tās pirmās simpātijas vai tur pirmās mīlestības, tas viss ļoti saistījās ar kaut kādiem priekšstatiem, ko es biju lasījis grāmatās. Առաջին զգացմունքներն ու հրապուրանքները ավելի շատ գրքերի հետ են կապված եղել, գրքերի հերոսների, որոնք ես շատ էի կարդում։ Dažreiz man šķiet, ka es tajās meitenēs varbūt redzēju drīzāk to grāmatu varonis, nevis to, kas viņas Եվ աղջիկներին դիտարկում էի ավելի շատ որպես գրքի հերոսներ, քան ռեալ աղջիկներ։ Խնդրում եմ թող ասի մեկ նախադասությամբ, ի վերջո ինչի դեմ էիք ըմբոստանում։ Вена тайкума варипатейк предко биата dumpnieciska, jūs kustība. Pret dzīvi, pret pasauli, bet, nu labi. Janki aškarī. Viņš neredzēs pakasmu. Jā, bet, nu, drīzāk jau varbūt pret kaut kādām vispār pieņemtām normām, kas pašam nebija īsti skaidrs, pret skolu, pret vecākiem. Համընդհանուր ընդունված նորմաների, դպրոցի, ծնողների Այն ամենի ինչի դեմ պայքարում են բոլոր դեռահասները։ Pret populāro kultūru. Համընդհանուր ընդունված հանրահայտ մշակույթների։ Bet, nu, es tagad tā saku, nu, es domāju, ka toreiz tas man būtu vēl grūtāk atbildēt uz šo jautājumu. Ես հիմա եմ վերլուծելով ձեզ այս պատասխանը տալիս, բայց այն ժամանակ ես այդ հարցին երևի չկարողանայի պատասխանել։ Ձեզ երբևէ ուժեղ ծեծել են։ Չէ՞ որ այդ տարիներին ենթամշակույթներ եւ ամեն բան կարող էին նպաստել դրան։ Մանավանդ դուք ըմբոստանում եք։ Վայտեվի կադրեիս տայալայկա սիտա տա կարտիգի։ Nu, laikam nepietiekami, bet nē, nu, gadījās, jā, gadījās, bet Պատահել է, բայց ոչ այնքան լուրջ։ Nē, nu, par toreiz jau gari mati man bija, un tas jau bija, dažreiz bija pietiekami ar to. Այն ժամանակ ես երկար մազեր ունեի եւ միայն դա արդեն բավական էր, որպեսզի թեմա դառներ։ Jā, bet, nu, tas jau tieši arī bija tāda daļa, tas saistās kaut kā ar to iepriekšējo jautājumu, jo, ja tā pasaule centās mums pateikt, ka nevajag steigāt zēnam ar gariem matiem tevi par to sitīs, tieši tāpēc mēs to darījām. Եվ ներողություն հենց ըմբոստությունը նաև նրանում էր, որ եթե աշխարհն ասում է քեզ, որ չի կարելի երկար մազերով պտտվել, հենց անպայման երկար մազեր պետք է։ Դուք հիմա չունեք երկար մազեր եւ հիմա Տգտե ունա գարումատո un Եվ չունեք ըմբոստություն։ Ունա դումպնիեցիս կասկանյաս։
Ինչու չեք պահում, չեք հրաժարվում։ Pēc tev tagad nav garu matu. Nu, man vairs nav tādu iespēju, man šķiet, bet, nu... Հիմա այլևս չունեմ նման հնարավորություն։ Jā, bet, nu, es kādā 2000 jau agrāk nogriezu, tāpēc, ka es vienā brīdī negribēju vairs to nesāt kā tādu uniformu. Nu, es vairs negribēju vēstīt pasaulē, ka es esmu metālists, es gribēju izstīties kā parasts cilvēks. Եվ 2000-ականներին երևի որոշեցի եւ կտրեցի մազերս, որը ուղերձ էր նաեւ, որ ես այլևս չեմ պայքարում աշխարհի դեմ, ես նորմալ։ Jā, nu, bet mazliet žēl ir. Ամեն ինչ ասացիք։ Բայց մի քիչ ափսոսում եմ։ Դե ինչ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եթե մի օր ձեզ տեսնենք երկար մազերով, կիմանանք, որ նոր ըմբոստության ալիք ունեք։ Կադրես մեզ ռեզեսիմ տևի արգարի եմ մատի եմ դատ սապրատեսիմ կատևիր կադ cīņa pret kaut ko. Արդեն իսկ 2030. Es zinu, kā Bībelē tas Samsons, vai ne, viņš ka nogrieza matus, zaudēja spēku. Es arī dažreiz tā domāju, ka, kad viņš ataudzēja matus, tad viņš atgriezās. Աստվածաշնչում Kurš tas bija? Samsons. Samson կերպար, որը մազերը կտրել եւ իր ուժը կորցրել էր, նման էր դա դրան։ Ձեզ լիքը ուժ ենք ցանկանում, ձեզ լավ օր։ Մենք զրուցում ենք Լատվիայի եւ Եվրոպական միության գրական մրցանակների ստացած Ելգավա 94 գրքի հեղինակ Յանիս Յոնևսի եւ գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի հետ։ Գրքի շնորհանդեսը այսօր է երեկոյան 7-ին Կոնտ Հաուսում, որտեղ կարող եք նաեւ ծանոթանալ հեղինակի հետ, մակագրել գիրքը եւ տակ այն հարցերը, որ մենք այսօր չտվեցինք օրինակ։ Ելգավա 94 գիրքը վաճառվում է գրախանութներում, կարող եք պատվիրել նաև on-line New1 AM կայքից։ Բարի լույս սիրելիներս, բոլորն իրենց ովքեր հենց նոր միացան մեզ, իսկ մենք ներկայացնենք մեր գործընկերոջը Արտակ Տոնյա's Family Company-ն ներկայացնում է համեմունքների մեծ ու բազմազան տեսականի, որը ներկրում է աշխարհի բոլոր համեմունքների մայրաքաղաքներից։ Իսկ արտադրությունն ու փաթեթավորումն էլ իրականացվում է այստեղ։ Մենք արդեն չենք պատկերացնում այսօր, վաղը եւ երեկ Սաթենիկի ուտեստները առանց այս շատ յուրահատուկ համեմունքների, որոնք իսկապես անկրկնելի համային երանգներ են հաղորդում մեր առավոտներին։ Տոնյա's Family Company-ն բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղենի մեծ տեսականի, մասիս, խորհրդանշական ապրանքանիշով։ Իսկ հիմա Սաթենիկ, մենք ուզում ենք տեղափոխվենք քեզ մոտ։ Խոհանոց, բարի առավոտ։ Բարի առավոտ, գիտեք, որքան էի սպասում այդ դադադադամ, երբեք տեղափոխվելու խոհանոց, որովհետև գրեթե ամեն ինչ արել եմ։ Իսկ ես առաջարկում եմ հեռուստադիտողներին այնպիսի կերակուրներ, որ կարողանաք ինձ հետ զուգահեռ պատրաստել եւ ժամանակի մեջ տեղավորվել։ Պարզ բաղադրիչներով ոչ թանկ, դա շատ կարեւոր է։ Հիմա մեզ հարկավոր էր կարտոֆիլ, որը նախապես արդեն լվացված, մաքրված, խաշված, մի փոքր աղով, հյուս եմ ես պատրաստել եւ նման արտաքինով ստացել եմ համեղ ձևավորում, այսպես ասեմ։ Հիմա հավի կրծքամիսը խորժակը դու չես պատկերացնում, ոնց է։ Ահա։ Արդեն համը պատկերացրեցինք։ Իրականում ես նույնիսկ հասցրել եմ հավի կրծքամիսը այսպես համը տեսնել։ Հավատացնում եմ ձեզ, դուք քիչ առաջ նշում էիք, որ մենք էլ չենք պատկերացնում առանց Tonia's Family Company որևէ մի առավոտ, ես ձեզ հավատացնում եմ շատ ճիշտ տեղին նշանակություն ունի, որ ինչ համեմունքներ ես օգտագործում եւ քանակը։ Հիմա ինձ մոտ ստացվել է հավասարաչափ, չափի մեջ համեղ համեմված հավի կրծքամիս, ափսոս է սա, կարող ենք այստեղ դնել։ Հիմա վրան էլ կլեցնեմ իհարկե պանիրը եւ քանի որ ես հավատարիմ հեռուստադիտողներին ուզում եմ նաև ներկայացնել մեր գործընկերոջը Դոմիկ Վզիրևնի տեսականին, կատնամթերքի, ասեմ, որ դուք կարող եք պարզապես թանձրուկ պատրաստել թթվասերը, մի փոքր սխտորի փոշի, մի փոքր սամիտ, շատ համեղ է ստացվում։ Եթե բաց եք թողել այդ թանձրուկը չեք պատրաստել, կարող եք շատ հանգիստ պատրաստել։ Դե, քանի որ խոսեցինք մեր գործընկերոջ կողմից առաջարկված կատնամթերքի մասին, ասեմ, որ ձեր էկրաններին կլինի, ես էլ սիրով կներկայացնեմ կատնամթերքը Դոմիկ Վզիրևնի մեր գործընկերը։ Ասեմ հաղորդման գործընկերն է Ադամիում ընկերությունը, որը ներկայացնում է Դոմիկ Վզիրևնի ապրանքանիշի
կաթնամթերքը Հայաստանում։ Դոմիկ Զիրևնյան առաջատար կաթնամթերքի մի շատ երկրներում, այդ թվում Ռուսաստանում, Վրաստանում։ Այն կատարյալ ընտրություն է առողջ սննդի սիրահարների համար, ովքեր գնահատում են բնական որակյալ կաթնամթերք, Դոմիկ Զիրևնյա հոգատարությունը փոխում է ամեն ինչ։ Ձեզ հավատացնում եմ, պատրաստեք չեք փոշմանի, հատկապես այսօրվա իմ առաջարկած հետաքրքիր համեղ կերակուրի հետ։ Ուզում եմ ամբողջությամբ լցնեմ եւ տեղափոխեմ։ Գրեթե պատրաստ է։ Բոլոր բաղադրիչները, նորից եմ ասում, ամենաշատը թողնելու ենք 10 րոպե ջեռոցում, որովհետեւ հյուսը կա կարտոֆիլի, արդեն տապակված է հավի կրծքամիսը, տարբեր բազմազան համեմունքներով եւ պանիրը վրան լցրեցի։ Եվ ուզում եմ մի բան էլ ներկայացնել։ Դարոյինքի հացիկները 4 տեսակը տեսակ է, մենք ամեն մեկս մեր յուրահատուկ նախասիրությունը ունենք, ամեն անգամ գալիս բաց ենք անում, ես պարզապես ցույց եմ տալիս, որ օրվա ընթացքում անկախ նրանից, որ մենք բաղադրատոմսի հետ կարող ենք օգտագործել, ի վերջո երեխաների հետ դպրոց կարող ենք պայուսակի մեջ տեղավորել, մենք անընդմեջ ուտում ենք, որովհետև իսկապես շատ համեղ է, հագեցնող է եւ իհարկե ամենակարևորը օրգանիկ է, հա, ոչ մի սխալ հավելումներ չկա, որ մեր օրգանիզմին սխալ լինի։ Այս պահին ձեր էկրաններին է տեսականին 4 տեսակը դարոյինքի, ես էլ ներկայացնեմ մեր դարոյինք, մեր գործընկերոջը դարոյինք ընկերությանը, որը հայկական շուկայում արդեն 25 տարի սպառողին առաջարկում է շուրջ 200 անուն քաղցրավենիք։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքը սպառողին է ներկայացնում իր հերթական նորույթը հացիկը։ Հացիկը հիանալի համադրություն կարող է կազմել ձեր սիրելի ուտեստների հետ։ Կարող եք վայելել ինչպես աղցանների, կրեմապուրների, հումուսի մութաբալի, այնպես էլ տարբեր թանձրուկների հետ։ Այն կարելի է օգտագործել նաև որպես սնեք, գարեջրի կամ գինու սեթի հետ։ Իդեպ, սիրելի մայրիկներ, դարոյինքի հացիկը շնորհիվ իր օգտակար ու անվնաս բաղադրության կարող է լիարժեք փոխարինել ցանկացած վնասակար ու անհայտ ծագում ունեցող չիփսերի ու այլ սնեքերի։ Այն արդեն կարող եք ձեռք բերել 4 հիանալի համերով Հայաստանի լավագույն վաճառակետերում։ Սիրելիներս, մեր գործընկերն է Բեկոն պրոդուկտը, Բեկոնը շուրջ 30 տարի իր սպառողին է ներկայանում թարմ եւ ամտակ մսամթերքի լայն տեսականիով։ Ինչպես սպառողներն են սիրում ասել, Բեկոնը մսամթերքի ոլորտում համի եւ որակի պատասխանատուն է։ Ընկերական ջերմ հավաքույթները անմոռանալի են դարձնում մսային սնեքերի լայն տեսականին, իսկ գինու հետ իդեալական համադրվող էքսկլյուզիվ տեսականին կդառնա ձեր կարևոր պահերի անբաժանելի մասը։ Նշենք, որ Բեկոն պրոդուկտը Հայաստանում միակ մսամթերք արտադրող ընկերությունն է, որտեղ ձեզ համար կկազմակերպեն անվճար էքսկուրսիա արտադրամասում եւ դուք կտեսնեք, թե Բեկոնում ինչպես եւ ինչ պայմաններում են արտադրվում մեր բոլորի սիրելի երշիկները, նրբերշիկները եւ կիսաֆաբրիկատները։ Մենք վստահ ենք, որ էքսկուրսիայից հետո եւս մեկ անգամ կհամոզվեք, որ Բեկոն պրոդուկտը միս է։ Բեկոն պրոդուկտի լայն եւ թարմ տեսականին կարող եք գտնել Երևան քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետներում եւ Բեկոն ֆիրմային խանութներում։ Վարլամ Ավանեսով 8 կոտորակ 3, Արտեմ Միկոյան 2 կոտորակ 15, Վիկտոր Համբարձումյան 45, Դուրյան 37, Սողոմոն Տարոնցի 11 կոտորակ 8 եւ Գյուղ Արզնի Աբովյանի խճուղի 9 հասցեներում։ Դե ինչ, մենք վերադառնանք օրակարգ եւ շատ կարեւոր թեմայի մասին ենք զրուցելու։ Նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունները 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է։ Ստեղծագործական մի ամբողջ շրջան Քոչարը ապրել եւ ստեղծագործել է Փարիզում, ստեղծելով տարածական նկարչությունը։ Տարին Հոբելյանականը եւ ահա այսօր եւ վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի բացառիկ եւ յուրահատուկ Քոչար 360 աստիճան ինստալացիա պերֆորմանսը, որը Պարի կենթանի երաժշտության վիդեո պրոյեկցիայի միաձուլումն է։ Այո, այն ներկայացնում է Երվանդ Քոչարի պատկերային եւ տարածական մտածողությունը, ավելի մանրամասն այս մասին կպատմեն մեր հյուրերը, տաղավարում են վիդեո պրոյեկցիա ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, բարի առավոտ, եւ Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը եւ Ցավոք Գաղափարի հեղինակ Սաթե Խաչատրյան Մանուկյան այս անգամ մեզ այդ զրույցին չկարողացավ միանալ, բայց ոչինչ, դուք մեր հարցերին կպատասխանեք։ Բարի առավոտ։ Նախ Տարին Հոբելյանականը, եկեք շնորհավորենք բոլորիս այս գեղեցիկ միջոցառումների շարքի համար եւ Տիկին Քոչար, հերթը կարծես ինստալացիանին է եւ այս նորարարական լուծմանը։ Այո, փորձում ենք նաեւ այս մեթոդով հարձակել Քոչարի արվեստը։ Նախ ասեմ, որ իրականում ես Աթեին հանդիպեցի մոտ 1 տարուց ավել առաջ
երբ հանկարծ հեռուստացույցով տեսա մի հետաքրքիր հարցազրույց, այլ ճիշտ ինքը այնտեղ Փարաջանովի թանգարանում ներկայացնում էր, որ սպասվում է մի հետաքրքիր նմանատիպ ուրեմն ներկայացում նվիրված Փարաջանովի 100-ամյակին, ու ես բռնեցի ինձ այդ կետի վրա, որ ինչպես կարելի է բաց թողել նման հետաքրքիր ձեռնարկի գաղափարը, ու մենք մի քանի օր հետո սա հետ հանդիպեցինք։ Ու սկսեցինք արդեն աշխատել այս ներկայացման կառուցման վրա, կոնցեպտի կառուցման վրա։ Անցավ բավական ժամանակ եւ մարտ ամսին ես տեսա Փարաջանովի 100-ամյակի նվիրված ներկայացումը օպերայի բալետի թատրոնում եւ անչափ հիացա իրականում ու հասկացա, որ շատ ճիշտ մեր համագործակցությունից հետ իրականում վախեր կային, որ արդյոք ճիշտ պերսոնաժի եմ հանդիպել, ինչպես կլինի մեր պերֆորմանսը ամեն դեպքում։ Այո, պերֆորմանսը եւ այլն։ Ու այդպես շատ ավելի ոգևորված սկսեցինք աշխատել եւ շնորհակալություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ մշակույթի նախարարությանը, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին եւ ֆինանսավորեցին այս պրոյեկտը, ընդհանրապես բառացի լսելով մեր պատմածն ու ներկայացրածը, թե մենք ինչպես ենք պատկերացնում այս ներկայացման ավարտը։ Եվ շատ ավելի մեծ եղավ մեր հիացմունքը, երբ մոտավորապես հուլիս ամսին տեղեկացանք, որ Պարուսույցի դերում հանդես է գալու բավական նշանավոր խորեոգրաֆ ֆրանսիացի Մուրադ Մերզուկին, ինքը տվեց իր համաձայնությունը, այնպես որ պրոյեկտը ոնց որ քայլ առ քայլ կայանում ու կայանում էր եւ վաղը մենք արդեն ականատես կլինենք այսօր ճիշտ ասած այսօր քանիսին այսօր ժամը 7-ին եւ վաղը ժամը 7-ին այնպես որ Արտյոմ սա ցանկացած ռեժիսորի համար հրաշալի հնարավորություն է ինքնարտահայտվելու նորագույն լուծումը կապելու իրար հետ հիմքում ընկած է Երվանդ Քոչար, ինչ է պետք ռեժիսորի համար հրաշալի ստեղծագործել։ Ես շատ ուրախացա, երբ ինձ Սատին առաջարկեց այդ վիդեո արհեստական բանականության միջոցով փորձել այդ ամբողջը ստեղծել, հասկանալ մի նոր ձևով Քոչարին, ավելի նորովի ուսումնասիրել, բացահայտել, ես շատ ուրախությամբ վերցրեցի, հանձն առնեցի այդ պարտականությունը եւ սկսեցի աշխատել տարբեր արհեստական բանականությունների հետ, իրենց ծանոթացնելով Քոչարին, նկարներով, իր մասին պատմությամբ, այդ ամբողջ աշխարհը ներկայացնելով, սկսեցինք ստեղծել այն վիդեո ինստալյացիան, որը ունենք։ Ամբողջովին ինստալյացիան կառուցված է հենց Քոչարի վրա, խորքային այդպես ուսումնասիրությամբ իր գույները, այդ մտածելակերպը, այդ մեր ինտերպրետացիան, այսինքն մենք ինչպես ենք այդ հասկանում, փորձում ենք, շատ իրականում հաճելի էր ու նոր կողմից ես բացահայտում, քեզ ավելի խորքային բացահայտում ես Քոչարին ու հասկանում ես ինչքան իրոք մարգարե է եղել, մենք խոսում ենք դրա մասին եւ կարողացել է տեսնել շատ ավելի առաջ, քան 3D-ն օրինակ այն ժամանակ, չէ 4D-ն ներողություն։ Դրա համար այդ 360 գաղափարը, որովհետեւ Քոչարի շատ աշխատանքներ տարածային են, իրենք 360 են այդ մտածելակերպը, ու այդ հենց աշխարհ հայաց է, որ ամեն ինչ տափակ չէ սովորական նկարների նման, այլ ունի տարբեր կողմեր, ինքը ավելի ծավալուն է եւ ընդգրկուն։ Ձեզ որպես ռեժիսոր դժվար էր արհեստական բանականությունը մեկտեղել ձեր գաղափարները, հիմքում բարդ թեմա է, Քոչար ամեն դեպքում պատասխանատու, որ ճիշտ ստացվի։ Քանի որ ես պրոֆեսիոնալ ուսումնասիրում եմ հիմա գիտականորեն արհեստական բանականությունը, աշխատում եմ շատ մեծ ընկերությունների հետ տեստային ռեժիմով, դա մենք անգամ օգտագործել ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք դեռ դաժե դուրս չեն եկել, քանի որ ես պայմանագրի վիդեոյի հետ կապված Runway ընկերության հետ մենք օգտագործել ենք տեխնոլոգիաներ, որոնք ասենք 1 ամսից 2 ամսից նոր մարդիկ կտեսնեն, այդ ասենք գույնի շարժումը, տեսախցիկի անկյունը եւ ավելի շատ հնարավորություն տալիս ստեղծագործելու, գույնի հետ աշխատելու ավելի խորքային, քանի որ մի քանի արհեստական բանականություն են համադրելու այդ ամենը ու ստեղծելու այն ինչ որ ասենք արդեն դու որպես ռեժիսոր, արվեստագետ, այդ պերֆորմանսը այդ ստեղծվի ու ստեղծվի այդ մթնոլորտ, այդ բարի ու այդ ամբողջ ներկայացման մեջ, որպեսզի մարդիկ գնան այդ աշխարհ, այդ օբլական էլի, որը Քոչարի այդ բան աշխարհն է։ Ինչով է օգնում արհեստական բանականությունը ռեժիսորին։ Նայեք, Եվ ինչով է խանգարում։ Ինձ թվում է, եթե խոսենք կոնկրետ այս պերֆորմանսի մասին, ինքը միանշանակ օգնում է, որովհետև պատկերացրեք մի բան, որ
մարդը հնարավորություն չունի ֆիզիկական ինչ որ կարճ ժամանակում իմանալ շատ մեծ ինֆորմացիա թե արվեստագետի, թե ընդհանրապես արվեստի, թե ոճերի խառնվող ժամանակի ընթացքում։ Իսկ արհեստական բանականությունը քեզ լավ ասիստենտ, այսինքն լավ գործիք է, պատկերացնենք լավ ջութակ եւ ջութակար, ինչքան ջութակը լավ լինի, ինձ թվում է ջութակարը մենակ կօգտվի։ Դրա համար թե ժամանակ, թե ավելի խորքային այդ ամեն ինչ անելու համար միանշանակ արհեստական բանականությունը ես շատ կողմնակից եմ այդ առումի, որովհետեւ շատ հետաքրքիր գործիք է ու հնարավորություն է տալի այդպիսի մեծ ու խորքային այս ինչ որ հիմա արված է, եթե անեինք մի քանի տարի առաջ, այդ պետք է շատ մեծ թիմ ու շատ մեծ գումար, շատ մեծ գումար, ասենք միլիոն դոլարներ էր պետք, որովհետեւ այդ ամբողջը պետք է արվեր 3D բաների պլատֆորմների վրա, պետք է լինեին մասնագետներ, որոնք այդ ամբողջը կառուցեին, շարժեին, իսկ այդ ամբողջը մենք շարժում ենք, կառուցում ենք գրելով, ծրագրով, խոսելով, շփվելով արհեստական բանականության հետ, այսինքն որպես ասիստենտ այդ ամբողջը ստեղծվում է դրա համար, այդ շատ լավ գործ է։ Ամենուր կարող են մարդիկ գալ տեսնել այդ ամենը եւ ինչքան շրջան, որտեղ ամեն դեպքում մեծ աշխատանք է կատարված։ Իրականում ահռելի աշխատանք է իրականացված ու մենք Երևանում հնարավորություն ունենք տեսնելու 2 օր, այսօր եւ վաղը։ Նախ ավելացնեմ նաև, որ բավականին նյութեր եւ այդպես խորհրդատվական աշխատանք արվել է Թանգարանի կողմից եւ այդ պերֆորմանսի ընթացքում էլ այդտեղ կտեսնեք ինստալացիաներ, արդեն իրական, դրանք էլ են արվել Թանգարանի աշխատակցի կողմից, վերցվել է հիմքում Քոչարի տարածական ստեղծագործությունից մեկը, դրա կոնտուրներով արված ուրեմն ինստալացիաներ են, Աշոտ Մարաբյանն է իրականացրել։ Գիտեք, ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի արդյունքը լինի իսկապես տպավորիչ, որ ամեն ինչը լինի շատ գրագետ, արված, հավաքված եւ համահունչ քիչ թե շատ արվեստագետի էսթետիկային նրա մտածողությանը։ Սա կարծում եմ շատ նոր, թարմ եւ հետաքրքիր փորձ է նման մի ուրեմն ձեռնարկի։ Կարծում եմ Այև սա շարունակական նախագիծ կհանդիսանա այլոց համար եւս եւ այդ համատության մեջ մենք կհասկանանք լավագույն տարբերակը կգտնենք, բայց ես սահման հպարտ եմ, ահա որ ուրախ եմ, որ իրականացավ այս մեծ երազանքը մենք իրականացրեցինք այս պրոյեկտը։ Այնպես որ ուղղակի պետք է ասեմ, որ դուք բոլորը ունենալու են շատ նոր եւ անսպասելի զգացողություններ։ Որտեղ է լինելու։ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում պատրաստ եղեք այդ նոր զգացողությունները ապրելու։ Տիկին Քոչար, ինչ ապագա ունի պերֆորմանսը։ Հնարավոր է նաև ցուցադրվի օրինակ Փարիզում։ Դե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, տարբեր երկրներում, տարբեր ցուցադրություններին կուղեկցի։ Փորձում ենք այդպես անել։ Սա լավ, խնդրեմ Արտյոմ ինչ որ բան ունեք ավելացնելու։ Ես Թանգարանի հետ կապված եմ ուզում ասել, որ արհեստական բանականություն անգամ Թանգարանի լինկը, այսինքն Թանգարանի կա ամբողջովին հիմքը ընկած է Թանգարանի հավաքածուն եւ արհեստական բանականություն ուսումնասիրելով կայքը ամբողջովին ու կայքի թե տեղեկությունը Քոչարի կյանքի մասին, թե իր նկարները դրանով հիմնվելով ստեղծվել է այդ ամբողջը։ Մենք քանի որ ունենք շատ կարճ ժամանակահատված, արդյունքից ուղղակի հետաքրքիր է որն է ձեր ամենասիրելի գործը Քոչարից, իհարկե բարդ է դա առանձնացնելը, բայց մի բան, որը ձեզ ամենաշատն է տպավորել, մենք շատ երկար եք այդ գործի մասին մտածել։ Գիտեք, գործի անունը հիմա կոնկրետ ինքը խաոս, հա, այդ մեծ կտավը կարմիր պատերազմի արհավիրք։ Պատերազմի արհավիրքը, հա, իմ համար իմ գլխի մեջ ինչ-որ խաոս է, ես այդ վերնագրով եմ, պատերազմի արհավիրքը ինքը շատ հզոր էր եւ երբ որ այդ բոլորը կա պերֆորմանսի մեջ Եվ այդ որ այդ խաոսը, այդ պատերազմի արհավիրքը դարձավ խաոս, որ ինքը ամբողջ գույները սկսեցին խառնվել եւ ստեղծել հենց այն սկզբնական ինչ որ երկնային ինչ որ ասած երանգների շատ հետաքրքիր անգամ հա անգամ այդ ինտերպրետացիան շատ հետաքրքիր եղավ Մեծ էլ հետաքրքիր է տեսնել թե ինչ է կատարվել միշտ նորամուծությունները, բայց չնայած այդ նորամուծությունը դեռ 100 տարի առաջ մոտավորապես արել էր Երվանդ Քոչարը, ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանքում մոտ են այդ ձևաչափերը։ Ձեզ մաղթում ենք լավ performance, որ մարդիկ հասկանալի լինեն, ռիսկային բաներ կա, որ անհանգստանում եք։ Չէ, մենակ մտածում եմ, որ շատ մարդ կա։ Դե բոլորին հրավիրում ենք հարգելի հեռուստաընկերներ 2 օր է լինելու տեղյակ եղեք ինչ է կատարվում մեր քաղաքում իրադարձությունների առումով մանուկ մասնակից ա եղեք այս լավ իրադարձության էլ երբ կլինի չգիտենք
Ձեզ լավ որ այսօր լավ հաջողություն։ Այստեղ բարիբուրի մասով ձեզ լավ performance։ Ձեզ լավ performance։ Մենք տեսնենք Սաթենիկը որ փուլում է։ Ինձ թվում է ավարտել է արդեն։ Բայց աղի է ստացվել, չէ՞, այսօրվա ուտեստը։ Այո, Արտակեզ դա հիշում եմ։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար։ Ես այս պահին կարող եմ հյուրերին շնորհավորել եւ հեռուստադիտողներին ասեմ, որ իսկապես երկու օր կա դու կարող եք դիտել, շատ գեղեցիկ է ստացվել, դե աղի է ստացվել։ Մեր հյուրերից ներողություն եմ խնդրում, այնպես որ դուք չեք կարող վայելել այն ինչ որ այստեղ պատրաստել է, որովհետեւ ամեն մեկը իր անունը ունի, այստեղ Արտակ, Ռոմելա, Սաթենիկ, Աշոտ, Լիլիթ, այնպես որ հեռուստադիտողներ մեր հյուրերից հետևում անուններն է գրված, ես ցույց չեմ տալիս, ասեմ որ ամեն մեկը իր անուն ունի։ Հյուրեր ջան, ներողություն, պատրաստեք այն ինչ որ ես այստեղ առաջարկեցի, այդ ժամանակ դուք կարող եք վայելել։ Դե ինչ, շնորհակալ ենք որ ձեր օրը սկսեցիք մեզ հետ, այո, շաբաթը կիսվեց, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ եւ աշխատանքային օրերին արդեն հանգիստ կարող ենք տալ։ Ձեզ լավ օր, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Սաթ, մենք անհամբեր սպասում ենք, իսկ մեր հեռուստադիտողներին շնորհակալություն հայտնենք մեզ հետ այսօր անցկացնելու համար, առավոտը մեզ հետ անցկացնելու համար, մաղթենք լավ օրվա շարունակություն։ Եվ արդեն գիտեք ինչ պետք է անեք երեկոյան, կարևոր պլաններ կազմելիս ու շատ եղեք, շատ կարևոր իրադարձություններ են մեր երկրում կատարվում, իսկ հիմա մենք ձեզ ձեռքով անենք լավ օր, եղեք առողջ։